Ժողովուրդ օրաթերթը գրում է, վերջին օրերին իրավապահ համակարգի գործողությունները հերթական անգամ հանրային տարակուսանք են առաջացնում։ ՔՊ պատգամավորին հովանավորում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, իսկ այլախոհներին պատժում նույնական արարքի համար։ Խոսքը վերաբերում է դատարանի որոշմանը, որով արգելվել էր խոչընդոտել նրան որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ իր լիազորությունները իրականացնելու հարցում։ Մինչդեռ հունվարի 27-ին Գերագույն հոգևոր խորհուրդը հայրապետական տնօրինությամբ կարգալույզ է հռչակել Արման Սարոյանին։ Հենց այս համատեքստում էլ նախաձեռնվել է քրեական վարույթ եւ մի շարք հոգեվորականների նկատմամբ ընտրվել է երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը, բայց նույն արարքը անտեսվում է, քանի որ ԿՊ քարտուղարն է։ Խոսքը վերաբերում է իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որի 2023 թվականի ապրիլի 4-ին ազգային ժողովի նիստում սպառնացել էր կտրել Էդգար Ղազարյանի լեզուն եւ ականջները։ Դատարանը պարտավորեցրել է նրան վճարել 1.250.000 դրամ փոխհատուցում եւ հրապարակային ներողություն խնդրել, սակայն ըստ Ղազարյանի Հովհաննիսյանը հրաժարվում է ներողություն խնդրել։ Հրապարակ թերթը գրում է, դեռ շաբաթների առաջ գրել էինք, որ Սամվել Կարապետյանի հիմնած ուժը կոչվելու է Ուժեղ Հայաստան, բայց վարչապետի թեկնածուի հարցում թիմը դժվար ընտրության առաջ է կանգնած։ Ըստ ամենայնի կհայտարարեն, որ դե ֆակտո ղեկավարը Սամվել Կարապետյանն է, որն օրենքով վարչապետի թեկնածու առաջադրվելու իրավունք չունի, քանի որ երկքաղաքացի է, իսկ դե յուրե թեկնածուն կլինի նրա եղբորորդին Նարեկ Կարապետյանը։ Բանն այն է, որ մեր ձևովում հասկանում են, որ շարժումը ստեղծվել է Սամվել Կարապետյանի անձի շուրջ, նա է այսպես ասած գլխավոր հերոսը եւ հանրությունն ակնկալում է նրա անմիջական մասնակցությունը իշխանափոխությանը, բայց եթե նրա թեկնածությունն առաջ բերել այս փուլում անհնար է, իրենց ուժի հաղթանակից եւ օրենսդրական փոփոխություններից հետո կդառնա հնարավոր։ Հրապարակ թերթը գրում է, վաղ շաբաթում 3 տեղի ունեցած խուզարկությունների եւ 10 հոգու ձերբակալության քավորը ըստ մեր աղբյուրի նորընտիր համայնքապետ Արգիշտի Մեխակյանն է։ Ավագանու ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի թիմակիցների ձերբակալության հիմքում թեպետ դրել են նոյեմբերի 16-ի ընտրություններին մարդկանց ուղղորդելու մեղադրանքներ, սակայն պարզ է, որ նախընտրական բռնաճնշումներ են սկսել ընդդիմության աչքը վախեցնելու նպատակով։ Ասում են Մեխակյանն է ղեկավարությանը համոզել, որ հիմիկվանից պետք է զբաղվել ընդդիմադիրներով։ Մեր տեղեկություններով Սևակ Խաչատրյանի առաջ կուսակցությունը մտնելու է Ռոբերտ Քոչարյանի ղեկավար դաշինքի մեջ, ու նաև սա է այս ձերբակալությունների պատճառը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, քաղաքական գզվռտոցի արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները հայտնվելու են երերուն սյուների վրա։ Սակայն վերջերս քաղաքական նպատակահարմարությունից ելնելով տարբեր հանդիպումներ են տեղի ունենում ռուսների հետ։ Մեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունելություն անցկացնում, մեկ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն է մեկնում Մոսկվա։ Սիմոնյանը Ռուսաստանին համարեց եղբայրական ազգ եւ չստացավ ոչինչ, իսկ Նիկոլ Փաշինյանը սեփական հարկի տակ ընդունեց գործարար Վլադիմիր Եվտուշենկովին եւ արժանացավ թանկարժեք տվերի։ Գործարարը Փաշինյանին նվիրել է 400.000 դրամ արժեքով թեյ սպասքի հավաքածու երկնագույն պսակ պատրաստված գժել ասոցիացիայի կողմից։ Եզակի օրինակով բարձրագույն ճենապակուց ոսկեզոծ։ Հրապարակ օրաթերթը գրում է, խորհրդարանը 3 շուրջ 2 ժամ քննարկեց ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու մասին Հայաստան խմբակցության առաջարկը։ Ընդդիմադիրները կարծում են, որ նա խախտել է չեզոքության եւ զսպվածության պահանջները քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ-ի հասցեին։ Չնայած կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նկատառումներին, որ իսկապես վարքականոնի խախտում է տեղի ունեցել, ԿՊԱ-ականները անթաքույց պաշտպանեցին Հակոբ Մովսեսին ըստ էության ցույց տալով, որ թքած ունեն անկախ կոչվող երկու մարմինների ՀՌՀ-ի եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա։ Կարևորը, որ այնտեղ աշխատողները ծառայեն Փաշինյանին ու ՔՊ-ին։ Ըստ ամենայնի իշխող խմբակցությունը չի մասնակցի փակ գաղտնի քվեարկությանը, իսկ ընդդիմությունը միայնակ բավարար ձայներ չունի եւ ՔՊ-ի սրտի քարոզիչ Հակոբ Մովսեսը կշարունակի իր գործունեությունը։ Պետությունից փող կստանա իբր անկախ հանձնաժողովի անդամ լինելու համար, բայց կշարունակի հարցազրույցներ տալ հօգուտ քաղաքական ուժի եւ անձի։ Հրապարակ օրաթերթը գրում է, ՔՊ-ում կադրային սովն այն մակարդակի է հասել, որ մերժված թեկնածուն կրկին առաջադրվել է եւ քաղաքական որոշում է կայացվել նրան ընտրելու։ Խոսքն ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար վանաձորցի բժիշկ Վանիկ Օհանյանի մասին է, որին եւ իր մրցակից Տրթատ Սարգսյանին 3 օր առաջ իշխող ֆրակցիան չէր ընտրել, չէր երաշխավորել այդ պաշտոնի համար։ Անվավերների թիվն էր մեծ եղել, առնվազն 8 հոգի ընտրել էր 2 թեկնածուին էլ եւ քվեարկությունը տապալվել էր։ Պետք է նոր թեկնածու առաջադրեն, սակայն տեղեկացանք, որ երեկվա դրությամբ կրկին Վանիկ Օհանյանն է առաջադրվել։ Հավանաբար այլ թեկնածու չի գտնվել եւ ԿՊ-ն ստիպված է լինելու ընտրել վանաձորցուն։
Փաստորաթերթը գրում է, որքան Նիկոլ Փաշինյանը ձախողվում է հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարած պատերազմում, այնքան նորանոր մեթոդներ են հնարում եկեղեցին քանդելու ուղղությամբ։ Ըստ այդմ մեր ունեցած տեղեկություններով գործող իշխանությունների հակաօրինական բռնաճնշումները առաջիկայում կարող են նոր թափ ստանալ։ ԿՊ մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը ցանկություն ունի ընդհանուր քրեական գործառույթել ամենայն հայոց կաթողիկոսի դեմ եւ փորձել կալանավորել նրան մինչեւ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսատ ժողովը, այսինքն առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Նախորդին Նիկոլ Փաշինյանը հանրային հեռուստաընկերության եթերում նույնիսկ բացահայտել է, թե ինչպես է պատկերացնում հայ առաքելական եկեղեցու դեմ նոր հետապնդումները։ Ըստ մեր աղբյուրների ներկայում որոշակի ճշգրտումներ են անում, բանկերից ստանում են տեղեկություններ, փորձում են եկեղեցուն եւ այդ գումարները փոխհատուցողներին կապել օտարերկրյա հատուկ ծառայությունների, հատկապես ռուսական ծառայությունների հետ։ Եվ այդ կերպ հիմքեր ստեղծել կաթողիկոսի եւ մի շարք բարձրաստիճան հոգեվորականների դեմ քրեական գործեր վարույթներ նախաձեռնելու համար։ Նրանց մինչև եպիսկոպոսատ ժողովը կալանավորելու նպատակով։ Փաշինյանն ինքն էլ հասկանում է, որ սա լրջագույն ու ծանր հետևանքներ է ունենալու իր եւ իր իշխանության համար, բայց եւ այլ տարբերակ չունի եւ եպիսկոպոսատ ժողովը խափանելու ճանապարհին։